Մեր քաղաքական հանձնառությունն է արժանապատիվ։ Կոչկում է Բաճկոնը ԱԺ փոխնախագահը կենսաթոշակները բարձրացնելու մասին խոսելիս կարծես խոստովանի, իրականում իրենք կոշկել են հպարտ թոշակառուներին։ Կառավարության ծրագրով Կառավարության ծրագրերով իշխանությունը խոստացել է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը չպետք է պակաս լինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը չպետք է պակաս լինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից։ Գրած է էլի։ Որ որևէ իշխանություն չասի, դե գրել ենք էլի, Հայաստան խմբակցությունն առաջարկում է օրենքի ուժով ամրագրել, գործադիրը պարտավոր է կոպեկ առ կոպեկ հավասարեցնել նվազագույն կենսաթոշակ պարենային զամբյուղ, միջին աշխատանքային կենսաթոշակ, սպառողական զամբյուղ գումարները։ Որ պարտադրի, որ այս կառավարությունը օրենքով կատարի, օրենքով այդ մարդկանց կարիքները բավարարի։ Կստացվի կառավարությունը իրավունք չի ունենա ձեռքերը ծալած նստել այն ժամանակ, երբ քաղաքացին նվազագույն կամ սպառողական զամբյուղի պահանջածից քիչ թոշակ ստանա։ Մեր նվազագույն կենսաթոշակը համադրելի է եւ հավասար է պարենային սպառողական զամբյուղի արժեքին։ Համեցեք։ Տիկին Տիգրանյան, համադրելին եւ հավասարը տարբեր բաներ են։ Լավ, այսինքն 54,000-ը 56,000-ի հետ կարող է համադրելի լինի։ Հավասարը հավասարին տարբեր են։ Կոպեկ լումա հավասար լինելու խնդիրն է գալիս։ Իշխանականները նպատակահարմար չեն համարում նվազագույն կենսաթոշակ, պարենային զամբյուղ, միջին աշխատանքային կենսաթոշակ, սպառողական զամբյուղ գումարները հավասարեցնելու մասին օրենք ունենալը։ Մի խոստովանություն են անում։ Եթե մենք վստահ չենք, որ այդ թվին հասնելու ենք, իմաստը որն է այդ օրենքը ընդունելու։ 650,000 թոշակառուների համար 1000 դրամ թոշակ բարձրացնելու համար հարկավոր է տարեկան $20 միլիոն։ Ընդ որում, երբ որ դու այդ բարձրացրեցիր, դա հավերժ է, դա միանգամյա չի, դա այդ մեքենայի պես չի, որ մի անգամ առար, հետո առնում ես 5 տարի, 10 տարի հետո։ Հետո էլ ըստ ԿՊ-ի Հայաստանի կենսաթոշակների չափը սարսափելի չէ։ Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը 33,004 դրամ է, նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ։ Այսինքն պարենային զամբյուղին այն ակնհայտորեն գերազանցում է։ Կա ինչ-որ մեկը, որ կարա 33,000 դրամով կամ 40,000 դրամով ապրի։ Կա ինչ-որ մեկը, որ կարա օրինակ այդ գումարով մի հատ էլ, չգիտեմ, գույքը հարկ տա, մի հատ էլ տրանսպորտից օգտվի։ Ժամանակի սոցիալ նախարար է եղել, իր ժամանակ։ Երբ իր թիմակիցն է դույով խոսում, ԱԺ փոխնախագահը չի հորդորում падգամավորին դուքով դիմել։ Դուքով, падգամավորի դուքով։ Եղոյանը շարունակում է դույով քննադատել իր տարիքի չափ աշխատանքային փորձ ունեցող Աղվան Վարդանյանին, որ այո, սոցիալնախարար է եղել 2003-ից 2008 թվականներին։ Նվազագույն թոշակը հավասար է նվազագույն պարենային զամբյուղին, որ եկել է ամբյոնից կներեք արտահայտության համար մեծ խոսում է։ Ստիպեցին նախկին սոցիալնախարարին ասել, որը որից հետո էր մեծ խոսողների չէ, մեծ գործողների ժամանակներում։ Հիմա ես իմ ձեռքիտակա մի քանի ցուցարիշներ սկսած 99 թվականից։ Տեսեք, 99 թվական։ Միջին կենսաթոշակի չափը աշխատանքային 4225 դրամ։ Չեք հիշում, չէ՞։ 2008 թվականին այդ կենսաթոշակի չափը եղել է 22,500 քանի դրամ, այսինքն 5 անգամ 500%-ով ավելացել է։ ՀՀ երկրորդ նախագահի իշխանության օրերին 10 տարվա ընթացքում կենսաթոշակը ավելացել է 500%-ով, հաջորդող 10 տարիներին մոտ 100%-ով։ Փաշինյանը, որ իշխանության է արդեն 7 տարի, միջին կենսաթոշակը բարձրացրել է ընդամենը 22%-ով։ 500%, 100% և 22%։ Չափավոր աղքատ թոշակառուն դարձել է աղքատ թոշակառուն ծայրահեղ աղքատ։ Կասկածում են նախկինները, որ իրենցից դժգոհ ներկաները կկարողանան թոշակ բարձրացնել այնքան, որքան իրենք են բարձրացրել։ ԿՊ-ն հիմա միջին թոշակը գոնե 70,000 դրամ պետք է դարձնի, որ սպառողական զամբյուղը ծայրը ծայրին գոնե փակի, թոշակառուն ոչ թե գոյատևի, այլ ապրի։ Փող չկա ասողներին ասում են. Երկու փոխվարչապետի համար ինչ են թանկանոց մեքենա առը։ Ճոխ մեքենաներ գնելու, պարգևավճարներ գրպանելու հաշվին կարող եք թոշակ բարձրացնել։ Ի վերջո, ով է ակնարկում թոշակ բարձրացնելու համար փող չկա։ Եթե մենք վստահ չենք, որ այդ
թվին հասնելու ենք։ Իմաստը ո՞րն է այդ օրենքը ընդունելու։ Նա ում առողջապահության նախարար եղած ժամանակ կորոնայի օրերին ատկատների դեպքեր գրանցվեցին, Եվ օրինակ տեսնի արդյոք կարելի էր արդյունավետ ծախսել։ միևնույն է, իշխանականները չեն էլ քննարկում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու։ Կտրուկ մերժում են Հայաստան խմբակցության առաջարկը։ 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը չպետք է պակաս լինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը չպետք է պակաս լինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից։ Իրենք դեմ են քվեարկելու։ Քվեարկեք։ Ուրիշ բան էլ վառ է։ Հայաստանում կենսաթոշակը 2026-ին էլ չի բարձրանա։ Հավանաբար։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։